Արդեն 9 ամիս է, ինչ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանը գտնվում է անազատության մեջ։ Սրբազան հայրը զրկված է հոգևոր սպասավորություն իրականացնելու և թեմի հոգսերով զբաղվելու հնարավորությունից։ Թեև մեկ ամիս առաջ մարտի 18-ին կայացած դատական նիստի ընթացքում դատարանը բավարարելով պաշտպանների միջնորդությունը սրբազանին իրավունք տվեց մասնակցելու կիրակնօրյա պատարակներին, սակայն բարձրաստիճան հոգևորականը դեռևս զրկված է պատարակ մատուցելու և քարոզելու իրավունքից։ Հենց այս պատճառով թեմի հավատացյալները տարբեր հարթակներում ստորագրահավաք են սկսել։ Այս կիրակի Գյումրու Սուրբ Աստվածածին 7 վերք եկեղեցում, որտեղ պատարագին մասնակցում էր Շիրակի թեմի առաջնորդը, հազարավոր մարդիկ միացան իրենց հոգևոր առաջնորդի ազատության համար նախաձեռնված ստորագրահավաքին։ Նրանք արդեն գրավոր դիմում են ներկայացրել դատարան, նշելով, որ սրբազանի շարունակական անազատությունը բացասաբար է անդրադառնում Շիրակի թեմի հավատավորների վրա և դրանով սահմանափակվում է կրոնական պահանջմունքները բավարարելու իրենց սահմանադրական իրավունքը։ Միքայել Սրբազանը իր իրավունքների խախտման հարցով արդեն դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան, ներկայացնելով անօրինական կալանավորման, արտահայտվելու իրավունքի սահմանափակման և քաղաքական նպատակներով իրականացվող քրեական հետապնդման վերաբերյալ փաստեր։